Լավ, հիմա եկեք ինչ մանրացնենք, այն իմաստով հասկանանք ինչ նկատի ունի Պողոսը ու ինչպես է դա մեր մոտ դրսևորվելու։ Հոգու հայտնությունը կամ դրսևորումը կարելի ասել։ Մեկին հոգուց տրված է իմաստության խոսք, մյուսին գիտության խոսք, նույն հոգեով, մյուսին հավատք հոգեով, ուրիշին բժշկության։ Որն է իմաստության խոսքը։ Նախ այս պարգևները պատկերացեք գործիքներ, տարբեր գործիքներ կա մուրջ, չէ, կա հարթաշուրթ, հայերեն, պլասկագուպցինա, մեղ, չէ, չգիտեմ, այսօրվա վարպետները տարբեր գործիքներ ունեն, տարբեր բաների համար, ամեն գործիքը իր օգտագործման նպատակ ունի, չէ։ Հիմա երբ որ ինչ-որ խնդիր է պետք լուծել, վարպետը մտածում է, չէ, որ գործիքը պետք է օգտագործի։ Այդպես է թե չէ, նորմալ է, չէ։ Նույն կերպ պարգևները գործում են ըստ կարիքի։ Պարգևը գործում է այն ժամանակ, երբ որ կա այդ պարգևի կարիքը, այսինքն հոգու գործը, հոգու հայտնությունը, հոգու դրսևորումը գործում այնտեղ, երբ որ կա դրա կարիքը։ Ճիշտ ոնց որ վարպետը գործիքը օգտագործում է ըստ կարիքի, չէ՞։ Հիմա եթե կա իմաստության խոսքի պարգև, նշանակում է իմաստության կարիք։ Եթե կա գիտության խոսքի պարգև, ուրեմն կա գիտության կարիք, իմանալու մի բանի կարիք։ Մեր որոշումներում, մեր ընթացքներում մենք ամեն ինչ չի որ գիտենք ամբողջական, չէ, իրականությունը։ Մենք մարդ ենք, ունենք սահմանափակ գիտելիք, սահմանափակ ընկալում, չէ։ Ու որպեսզի մենք ինչ-որ մի պարագայում կարողանանք ճիշտ կողմնորոշում ունենանք, մեզ պետք է իմանալ ինչ-որ բան, հա, գիտելիք ունենալ։ Երբ որ մենք գիտենք ինչ-որ բան, մեզ ավելի հեշտ է կողմնորոշվել։ Օրինակ, դու թարմ օրինակ ասենք, դու գտնում ես մի, ասենք, աշխատանքի վայրում, ունես մի աշխատանք, բավարարված չես, չգիտես, փոխես այդ աշխատանքը, թողնես դա, փնտրես նորը, չէ՞, ընտրում ես, բանի մեջ ես, փնտրտուքի մեջ ես։ Դու կարող ես ընտրություն անել ունենալով քո գիտելիքը, չէ, գնահատելու ինչ-որ բան ու պետք է անես դա։ Բայց ինչքան լավ է լինում, մեկ էլ Աստված է քեզ խոսում, ասում ինչ անես։ Որտեղ ինքը տեսնում է ինչ է լինելու։ Ես մի հատ օրինակ ասեմ, իմ կյանքից ասեմ օրինակ։ 95 թվականին, երբ որ ես ավարտեցի Կիևի աստվածաբանական այդ համալսարանը, ավելի առաջնորդական համալսարան էր, ես ավարտեցի գերազանց ու ինձ առաջարկեցին, որ ես մնամ ու որպես դասախոս աշխատեմ այդ համալսարանում։ 95 թվական հիշեք Երևանում մութ, ցուրտ, չէ, լույս չկար, ոչ մի բան չկար, իսկ Կիևը ավելի ապահով էր, Կիևն էր։ Ու մեծ տենց բան էր, պերսպեկտիվա էր այդ իմաստով մնալ, դասախոս լինել եւ այլն։ Ու բայց ես չէի շտապում, որտեղ ուզում էի Տեր ասի ինչ անեմ։ Ու ես Տիրոջից խոսք ունեցա, այդ գիտության խոսքն է, որ այդ համալսարանը մյուս տարի չի շարունակվելու, դադարելու է։ Բայց իրացից ոչ մեկ չգիտեր։ Բացի երկու հոգուց, սա կասեմ։ Ու երբ որ ես այդ իմացա, ես հասկացա, որ ես չպետք է համաձայնվեմ, ասի չէ, հիմա չեմ կարող, եկեք գնամ Երևան, դա մայիս ամիսն էր ինձ առաջարկում են, որ ես մնամ ու որպես դասախոս սեպտեմբերից շարունակեմ։ Ասի չէ, ես պետք է գնամ Երևան, չեմ կարող ձեզ հիմա այո ասել, բայց ես գիտեի արդեն սրտումս, որ չէ է։ Ու ինձ չէ ասի, Տեր ասել է ձեր ինստիտուտը փակվելու է։ Իսկ սիրուն չէր լինի։ Ու վերջի օրը, երբ որ հրաժեշտ էինք տալիս բոլոր ուսանողներով, մենք գնում էինք, որոշ ուսանողներ դեռ մնում էին, այնտեղ դասախոսական կազմը կանգնած էր ու հրաժեշտ էինք տալիս իրենց, ստեյցիոն, ու բոլորը ինձ ասում էին սեպտեմբերին կտեսնվենք, սեպտեմբերին, որտեղ գիտեին, որ դա առաջարկել են, ոնց ինչքան անխելք պետք է լինի մարդը Հայաստանից, որ իրան առաջարկեն ամերիկյան աստվածաբանական համալսարանում դասավանդելու ու ինքը հրաժարվի, բնականաբար պետք է համաձայնվի, այտենց շանսում են տալիս էլի, այտենց մենակ ինձ էին առաջարկել ողջ ուսանողներից։ Ու որ հրաժեշտ էի տալիս բոլոր այդ դասախոսներին ու հրաժեշտի ժամանակ բոլորը դե կտեսնենք սեպտեմբերին, սպասում ենք ձեզ սեպտեմբերին, ինչ եղավ։ Հա որ։ Ինչ քիչ ապահում։ Ու ամուսիններ կային ավստրալիացիներին, իրանք մարգարեներ էին։
Եվ որ իրանց մոտեցա ստեյսյուն ասի, հեսա իրանք էլ կասեն կտեսնում եք սեպտեմբերին, մոռացել էի մեծ գործ ունեմ, էլի։ Ասցի ստեյսյուն բան, ասեցին արի բան ասենք, առանձի տարան, տենց մի կողմ մի փոքր, ասին նայ ասին, սեպտեմբերին չի լինելու ես ինստիտուտը, իզուր հույսեր չունեն աս, զարմացա, որտեղ ես էլ գիտեի, էլի, որ չի լինելու, իրանք մարգար էին, իրանք էլ ասց, սա գիտության խոսքն է, որ քեզ պետք է ինչ-որ որոշում կայացնես, կամ ընդհանրապես մի հատ պարագա է, որտեղ մեզ ինչ-որ քայլի, որոշման, կարիք կա գիտելիքի, որի պակասը մենք ունենք, եւ Աստված այդ պակասը բերում է։ Ինքը չի գալիս բանով մտածելու տրամաբանության շնորհիվ, ինքը մեկ էլ գիտելիք է, որ գալիս է։ Այն շատ հայտնագործություններ այդպես են լինում, հա։ Չնայած հայտնագործությունների համար պրպտուկ կա, փնտրտուկ կա, ու մեկ էլ գտնում են լուծումը։ Սա էլի փնտրում ենք լուծում, մեկ էլ վաու, մի հատ գիտելիք է Աստված տալիս, ու մենք հասկանում ենք, որ մենք չենք հեղինակ այս գիտելիքի։ Մենք չենք կարող իրան բնական ձևի իմանալ։ Սա մեր բնական կարողությունից այն կողմ անհնարին գիտելիք է։ Մենք կարիք ունենք մեր մեջ գործելու այդ պարգևի, կարիք ունենք, որ երբ որ մենք անելանելի խնդիրների առաջ ենք կամ հարցերի մեջ ենք, մենք կարիք ունենք իմանանք Աստված ինչ գիտի, ինչ է տեսնում Աստված, չէ՞։ Համաձայն եք։ Մանավանդ այսօր ինքը կապված է նրա հետ, որ աշխարհը շատ անկանխատեսելի է, շատ արագ է փոփոխվում ամեն ինչ, ու երկարաժամկետ ինչ-որ որոշումներ կայացնելու համար կարիք կա հասկանալու այն ինչի հետ կապված է, դա աշխատանք կլինի, դա ընկերություն կլինի, ամուսնություն կլինի, չգիտեմ ինչ կլինի, կարիք կա Աստծո գիտելիքը իմանալու, Աստծո գիտելիքը ունենալու։ Աստված ուզում է մենք իմանանք ինչ որ ինքը գիտի։ Արդյոք մենք ուզում ենք, արդյոք մենք ձգտում ենք, բաց ենք դրա համար։ Դրա համար էլ կա այդ պարգևի դրսևորումը, հա, Սուրբ Հոգու դրսևորումը։ Որտեղ Աստված չի ուզում մենք անգետ լինենք իրականությունից, որովհետեւ մեր որոշումները իմաստավորված լինեն։ Հա, իդեպ մի սպասեք, որ հովիվը պետք է ոնց որ մի հատ բան կա, էլի, դա պետքա ջարդել։ Երբեմն մեզ հովիվներից այնքան ծանր բանի տակ են դնում, որ ամեն ինչ մեզանից են ակնկալում։ Մենք կտա Տերը կասենք, բայց եկեք Տերը մարմնի մեջ է գործում, էլի, մենակ հովիվներով չի գործում։ Ու իմ ցանկությունն է, որ այնքան առատ լինի այդ ներկայությունը, որ Աստված տարբեր մարդկանց միջոցով, ոչ հատուկ հովիվների միջոցով միայն կամ առաջնորդների կարողանա խոսել, հայտնել իր իմացածը, իր կամքը, ինչ է ինքը տեսնում։ Աստված դա մի քիչ այլ ոլորտի հարց է, եկեք բան անենք, որտեվ ինչու չի պատասխանում, Աստված տարբեր պատճառներ կարող ունենա չպատասխանելու, հարցն է ժամանակից շուտ, պատասխանն է ժամանակից շուտ, կամ պատասխանում է այլ ձևով, որով մենք չենք ընկալում, բայց ամեն դեպքում լռելը, եթե իրոք լռում է, ինքնին պատասխան արդեն Աստծո համար։ Գուցե պատասխանի ժամ, գուցե ես հասու չեմ պատասխանի համար, կամ գուցե հարցը շուտ է, կամ ժամանակը չի։ Այնքան երբեմն, հա, իդեպ, լավ բան հիշեցրեց Հասմիկ քուրս, երբեմն մենք ուզում ենք հավատքը փոխարինենք գիտելիքով։ Ու Աստված կարող է լռի, որտեղ ինքը ակնկալում է մեր վստահություն ու հավատքը իրեն, ոչ թե իմանալը, որտեղ մենք ոնց որ իմանալով ենք ապահով ուզում լինենք, բայց Աստված ուզում է իրան վստահելով ապահով լինենք, ոչ թե իմանալով։ Բայց կարող է տարբերություն լինի։ Շատ եմ, իմաստության խոսքը։ Իմաստությունը ոչ թե իմանալու մեջ է, իմաստությունը կարողանալու մեջ է։ Իմաստության խոսքը ինչպես անելն է։ Ու ինքը գալիս է ասենց, որ այս խնդիրը ինչպես լուծվի, ինչ քայլեր արվի դրա լուծելու համար։ Օրինակ, երբ որ Հովսեփը երազը մեկնեց Փարավոնի, հիշում եք այդ 7 հորթերի, չէ՞, 7 սկզբից պարարտ հորթեր էին, հետո նիհար հորթեր էին, ու մեկնությունը սա էր, որը գիտելիքի խոսքն էր, գիտության խոսքն էր, որ 7 առատության տարի կլինի, հետո 7 սովի տարի կլինի։ Սա գիտության խոսք էր։ Նույն ձև ինչպես Ագաբոսը, որ հայտնեց, որ սով է լինելու, չէ՞, սա գիտության խոսք էր։ Ինչ է լինելու, ինչ կա, ինչ է իրականությունը, սա գիտելիքն է։ Բայց հետո
Հովսեփը նաև իմաստության խոսք ունեցավ, ինչ պետք է անել այդ խնդրի համար, հա, որ 1/5 մասը հավաքվի, ամբարվի եւ այլն, հետո դա արդեն իմաստության հարցն էր։ Նույն ձևի Ագաբոսի այդ մարգարեության կամ այդ գիտելիքի խոսքի տրված ժամանակ, որ սովա լինելու, որոշվեց, որ հավաքեն եւ ուղարկեն, չէ՞, դա այդ ինչպես արձագանքեն խնդրին, դա իմաստության խոսքն է արդեն։ Որովհետեւ երբեմն քանի որ գիտելիքը տրվում է գերբնական, իր լուծումն էլ է կարիք կա, որ գերբնական լուծում տրվի։ Մյուսին հավատք, նույն հոգով։ Մենք ասենք, միթե մենք բոլորս հավատք չունենք։ Մենք բոլորս էլ հավատք ունենք, չէ՞։ Բայց սա գերբնական հավատք է, որ դրսևորվում է յուրահատուկ ձևի, յուրահատուկ պարագաներում, յուրահատուկ մարդկանց միջոցով։ Մանավանդ ճգնաժամային ժամանակներում ավելիով հավատալու կարիք է լինում։ Ու էլի սա մարմնի մեջ գործող է։ Դա քո համար չի, դա ուրիշի համար, մյուսների համար է, բոլորի օգուտի համար է։ Երբ որ հեսուն ջարդում էր ամաղեկին ու արդեն արևը մայր էր մտնում ամաղեկը պետքա փախներ, չէ, հեսուն կանգնեցրեց, չէ, արևը լուսինը կանգնեցրեց, որպեսզի վերջացնի այն գործը, որ Աստված տվել էր իրան։ Դա հավատքի դրսևորում էր, հա։ Այդ ճգնաժամային պահին հավատալ, որ արևը կկանգնի, դա ձեզ թվում է տենց հեսուն ամեն օր արևը կանգնացնում էր, տենց կնիկը ասում էր, կյանք լվացքը լճի չորացե կլինի, 2 ժամ ավել պայես արևը։ Չէ, դա գերբնական ճգնաժամային իրականություն էր։ Ու մեր մեջ էլ կարող է ճգնաժամային իրականություններ լինեն, պարագաներ, որտեղ մեր հավատքը, իմ հավատքը չի երիքում, ու ես կարիք եմ ունենում քեզ, քո միջոցով Աստված իմ հավատքը զորացնի։ Այդպես լինում է, չէ՞, դու քո համար չես հավատում մի բան, բայց ուրիշի համար սկսում ես հավատալ մեկ էլ։ Գալիս ես իրան ասում ես, չմտածես Տերը մեր հետ է, կանցնենք սրանով ու չընկճվես, չէ՞, բայց դու ինքդ չես հավատում, մտածում ես, որ իմ հետ լինի, ես այս չեմ բանում։ Դա գերբնական հավատքն է, որ գալիս է պարգև ու դրսևորում է մարմնի համար։ Սրանք որտեղ պարգևները մեր համար չեն, հիշեք, պարգևները միշտ Այրոց համար են։ Դա համար կարող է մեկ-մեկ թվա, հա, իր համար չի, դա համար տենց արխային խոսում է։ Չէ, ես կասեմ պարգևն է գործում իր միջոցով։ Ու մարդը հավատքա փոխանցում։ Ուրիշին բժշկության պարգևներ։ Նկատում ենք պարգևները հոգնակի է, որը բժշկության պարգևները դրսևորումները կարող շատ տարբեր լինեն։ Արդյունքը բժշկությունն է, բայց ձևը դրսևորման կարող է տարբեր լինի։ Եթե հարց ունեք, հարց կա, բարձաբան, չէ, օքեյ։ Ինչի կարան պարգևներ, ինչի հոգնակի, որտեղ միջոցները կարող տարբեր լինեն։ Մեկը ձեռ դնելով աղոթում, մյուսը յուղ է քսում, այն մեկը ջուր է տալիս խմելու, չգիտենք, կապ չունի, Աստված կարող է տարբեր ձևերով գործի։ Կարևորը մեկը գործի այնպես, ինչպես Աստված մղում է իրեն գործելու։ Հա, հաճախ դրսևորվում է մարմնի մեջ, հա, որ մեկը կարիք ունի, աղոթում ենք, ես հարցում եմ ում ձեռքերն են տաքանում։ Կամ նույնիսկ եթե հատուկ բժշկության համար չենք աղոթում, աղոթքի ժամանակ մեկ ասում է ձեռքերս տաքացել է։ Okay, ուրեմն ինչ-որ մեկի համար բժշկություն Աստված ուզում անի։ Հարցում ենք ով խնդիր ունի առողջական։ Ով ունի, ասում ենք ձեռքերը դիր։ Մարդը ձեռքը դնում է, աղոթում է, բժշկություն է լինում։ Նշաններ են, հա։ Չի որ բոլոր բժշկությունները պետքա տաք ձեռքերով լինի։ Բայց այդ նշանը, եթե լինում է, գերբնական բժշկություն Աստված անում, հա։ Մյուսը առանց դրա անում։ Մեկը մինչև յուղով չի օծում, չի բժշկվում մարդը։ Մեկն էլ առանց յուղի կապ չունի, հա, բայց տարբեր են, բայց իրանց նպատակը բոլորի բժշկությունն է։ Կարևորը գտնելն է, ինչպես է գործում։ Հա, քո միջոցով կամ մարմնի բազմազան անդամների միջոցով կարող է շատ տարբեր ձևի գործի։ Փաստն է, որ Աստված բժշկում է, ու մենք ուզում ենք, որ բժշկող Աստված մեր միջոցով բժշկի։ Ուրիշին հրաշագործություններ։ Հրաշագործությունները ցանկ են ինչ-որ գերբնական երևույթներ են, այդ էլ նստեց, որոնք բնական ձևով չեն կատարվում։ Չգիտեմ, ինչ-որ երևույթ, որը բնական չենք կարող լուծել, աղոթում ենք կամ բրճանում ենք գերբնական ձևի լուծում այդ հարցը։ Օրինակ Դանիելին գուբի մեջ սոված առույցների փակելը, այդտենց հրաշագործություն է, այդպես ասած, հա։
տենց դեպքեր շատ է լինում, հիմա էլ կա ու կարող է ձեր կյանքում էլ լինի, որ ինչ-որ մի երևույթ, ինչ-որ մի բան է պետք։ Իմ կյանքից մի օրինակ ասեմ, շատ են, բայց մեկը հիշեցի։ Մի անձնավորություն մի բան պիտի աներ, ուրիշին վատություն աներ։ Ինքը շատ նոր էր։ Ինձ զանգեց, ասեց, հիմա սենց բան ոնց որ ուզում եմ էսի անեմ, էլի։ Չեմ ուզում մանրացնեմ, շատ փակագծեր բացեմ, ուղղակի երևույթը ինչպես էր։ Հիմա չանեմ, չի լինի, անեմ, չի լինի, ոնց որ էլի։ Դու ինչ ես ասում։ Ասի ինչ ես ինձ զանգել։ Աղոթիլ է, հարցրա տիրոջը, դեռ ինչ անի։ Բայց արդեն գիտեմ ինչ ա լինելու։ Դրա համար ասեցի։ Մի երկու րոպեից զանգեց, ասեց, ինչ մարդ ես դու, ասում ինչ եղավ։ Ասում հենց որ աղոթեցի, լրիվ այդ պահին, ասում թևերս թուլացավ, պարալիզացվեցի, պիտի վնասեր մարդը, վնասներ։ Պարալիզացվեցի, այդ մարդը եկավ, գնաց, ոչ մի բան կարողացա անել, ոչ էլ, որ ուզենայել չէի կարողանալ, ասում ամբողջ մարմինս բռնվել էր։ Դա գերմանական նման երևույթ, նման բան էր, դրսևորում էր։ Հաստատ ուզում է գործի գերմանական։ Դա իհարկե խաղի համար չի, ասենք որ զվարճանք չի, նա նորից պարագաներ են, գործիքներ են, որ առանց որի չի լինի այդ պարագան լուծել, հա, պետքա գերբնական միջամտություն, ասված գերբնական պետքա շարժվի, ու ուզում է շարժվի մեր միջոցով, մենք դուրն ենք, մենք միջոցն ենք, որը որ աշակերտները մատնում էին և երկրաշարժ տեղի ունեցավ դռները բացվեցին։ Կարող եք ասել, որ այո, որտեղ մենակ դռները չբացվեց, եթե մենակ դռները բացվեց, ասենք կապանքներն էլ բացվեց։ Այդ կապանքները բացվեց, այո, գերբնական բան էր, դրսևորում էր, ու վկայություն եղավ հենց բանի համար, չէ՞, այդ բանտատիրոջ համար, բանտապետի համար։ Այդտեն շատ երևույթներ կարող են լինել, չգիտեմ, աղոթել են անձրև ա եկել երաշտ ժամանակ, ինձ մեր յուարի ընկերները ասում էին ամեն տարի յուարի Հարավային Աֆրիկայի եկեղեցիները հավաքվում են հատուկ աղոթքների ու խնդրում են, որ Աստված անձրև բերի, որտեվ եթե անձրև չլինի, երաշտ ա լինելու, սով կլինի։ Մի տարի միայն ինչ-որ ասել են ձեր աղոթներով չի, մի բան, ինչ-որ մի տարի չեն աղոթել, երաշտ է եղել, այդ տարի դրանից հետո ամեն տարի աղոթում են նորից, որտեվ գերբնական է, հրաշագործություն է, հավատալ անձրևին, հավատալ տենց գերբնական ինչ-որ երևույթի, որը բնական ձևով չեն կարող լուծել, պետք է որ Աստված միջամտի։ Պատկերացնեք Աստված քո միջոցով անձրև բերի, քո միջոցով, չգիտեմ, հարց լուծի, կայծակ գա, երկրաշարժը կանգնացնի, չնայած որ երկրաշարժը սկսվեց Մենը կարճ էլ, մինչև աղոթես կանգնի արդեն։ Ավելի հետաքրքիր եկանք, մարգարեություն, հոգիների զանազանություն, քանի որ մարգարեությունը մենք առանձին հատուկ կունենանք բաժին, մարգարեությանը այսօր չեմ անդրադառնա, բայց հոգիների զանազանում։ Հոգիների զանազանումը պարգև է կամ դրսևորում է, որի միջոցով մենք կարողանում ենք ընկալել գերբնական աշխարհի հոգիներին։ Այդ հոգիները պես չէ օդի մեջ են, իրանք մարմնացված են գործում մեր մեջ, կամ իրանց ներկայությունը։ Երբ որ շատ անգամ Աստված ուզում է դու տեղյակ լինես, ինչ կա այնտեղ, հա, գերբնական հոգևոր տենց ասած իրականության մեջ, կամ անձի մեջ, կամ այդ տարածքում, որտեղ դու գտնվում ես, դու կարող ես քեզ զանազանություն տա, դու զգաս, հասկանաս։ Օրինակ մարդ է եկել եկեղեցի, պուպուշ սիրուն ազնվորություն է, բայց գուցե դիվական ազդեցությունով է եկել կամ սատանայի ծառա է։ Արտաքինից նայելով չես տարբերելու, ընկղելով ոչ մեկը իրանցից կոտոշներով ման չի գալ։ Այդ որ տենց փողոցներում կոտոշներ են դրում, դա խաղալիքներ է։ Սատանայի իսկական ծառաները հրեշտակների նման են, Աստծո ծառաների նման են, իրանք վախենալու չեն, իրանք գրավիչ են, իրանք իմաստուն են, իրանք շատ հմայի չեն եւ այլն։ Ու դու կարող ես հանդիպես մարդու, որ այտենց թվա որ ինքան ինքը ուպուշ բան, բայց ներսով հայտնություն ունեն, որ թշնամի կա այնտեղ։
հա, ինքը դրսևորում է այսպես, հիմնականում ունենում ենք, եթե դա ներքին զգացողություն է, մերժող զգացում, քո մեջ մի բան մերժում է, վանում է, տենց ասած, չի ընդունում, հա, կա ճնշման զգացումը, զզվանքի զգացումը, տհաճության զգացումը, հա, տենց մի բան հասկանում ես, որ այդ անձին քո ներսից ինչ-որ բան մերժում է, ու քեզ զգուշացնում է, որ դու հեռու մնա, ոնց որ ասում է, ինքը բան չի, բարեկամ չի, թշնամին է տեղ, կամ տարածք ես մտնում ես շո մեկի տուն, հյուր, հա, ու մեկ էլ բան կա, զգացումը կա, թշնամու տարածք ես մտել։ Այսինքն կարևոր է, որպեսզի դու իմանաս ինչի հետ ես առնչվում ու ինչպես վարվես, հա, ինչ հետագա քայլեր վերցնես։ Շատ են պատմում, օրինակ, սովետական միության ժամանակ, հալածանքների ժամանակ, քանի որ հատուկ գործակալությունները բաներ էին ուղարկում, տենց հատուկ պատրաստած մարդկանց էին ուղարկում KGB-ից, տենց պատրաստված իրանք սուբիկը լավ գիտեին, լավ քարոզում էին, լավ աղոթում էին, բայց իրանք բան էին, KGB-շնիկ էին, իրանք աթեիստ էին, ուղղակի այդ խաղում էին, որ սվոյ դառնան, հետո այնտեղ ներսից իրանք ինֆորմացիա տան կամ ինչ-որ բաներ անեն։ Ու շատ անգամ լսել եմ պատմեն, որտեղ ես չեմ եղել անձամբ ժամանակ, բայց ես շատ պատմություններ եմ լսել, վկայություններ տարբեր մարդկանցից, որ երբ որ մարդեր գալիս, մեկ էլ խոսքեր հնչում, մեր մեջ գայլ կա, Տեր ասում է ձեր մեջ գայլ կա, մարդը վեր կա, ասում կներեք, ստեյսյուն, հեռանում էր։ Մոտով այն ժամանակ վտանգավոր էր նման մարդկանց վստահելը, հա, չզանազանելը իրանց։ Մեր մուշեղ եղբայրը հիմա տիրոջ մոտ է, սպիտակ մազերով կհիշեք իրան։ Ասում էր բանակում, երբ որ ինքը Ռուսաստան դե Սովետում բանակում ծառայում էր, եկեղեցի ման գալիս, գտնում է մի հատ եկեղեցի, բան հեռավոր արևելքում էր։ Փախնում է բաներից, մեն կամ բանի Կիրակի օրը եթե սամավոր կամ ազատ վերջը, ասում է գնում է եկեղեցի, լինում էր մի հատ քարոզիչ էր գալիս, այնքան լավ էր քարոզում։ Ու մի օր աղբերներից մեկին ասել է, այսով, այս ինչ լավ է քարոզում, ասել է սուր KGB-շնիկ է, պրոստը ինքը չգիտի, որ մենք գիտենք, որ ինքը բոլորս գիտենք, ինքը չգիտի։ Հոգիների զանազանումը կարևոր է, որ մենք իմանանք ինչ հոգու հետ են գործում։ Եվ որ աշակերտները Հիսուսին ասին, Տեր ուզում ես կրակ բերենք այս սամարացիներին վառի երկնքից։ Հիսուս ինչ ասեց։ Չգիտեք ինչ հոգիից եք դուք։ Ուրիշ հոգիից էր այդ մղումը։ Ու այդ զանազանումը կարող է գործի ու պետք է գործի, երբ որ մենք ինչ որ մի դրսևորում, չգիտեմ, անձնավորություն կամ ինչ-որ գործառույթ այլ հոգուց է, ոչ Աստծո հոգուց, ու մենք չընդունենք իրան որպես աստվածային, հա, աստվածային հեղինակությունով չընդունենք։ Դա մեր պաշտպանության համար է բոլորիս։ Արտու ջան։ Մի վկայություն կարող եմ։ Իհարկե։ Դրսևորման, ուրեմն հրավիրեցի մի ընտանիք, որտեղ պետք է գնային աղոթեին, հենց մտանք այդ քրոջ հետ մտանք այդ տունը, երեխան սկսեց ագրեսիվ պահելը, մկրատը վերցրեց ու հարձակվում էր իմ վրա, ասում էր դուրս արի ստեղից, ասինքն բացահայտ դիվական ներգործություն էր, ու այդ քույրը խոճապի մատնվեց, դա իմ փորձառության մեջ կար նման ձևի դրսևորումներ, բայց այդպիսինը չեմ տեսել, որտեղ մկրատը վերցնում ու դեպի ինձ կա, ու այդ պահին ուղղակի երեխայի աչքերին նայեցի ու հրամայեցի Տեր Հիսուսի անունով, ու այդ քրոջը խնդրեցի, որ ինքը լեզուներով աղոթի։ Ու մի անգամից այդ երեխան ոնց որ հանգստացավ, sense նստեց, ասինքն որ sense պտտվում էր տան մեջում, չէր բանանում ու մկրատը ձեռին որ դուրս արի։ Հանգստացավ, խելոքացավ, Մարիոս զարմացավ, ասաց ինչ ա կատարում, սկզբից զարմացավ իր պահվածքից, որ մտել է, հետո զարմացավ աղոթքից հետո ինչ ա կատարում։ Սա նաև որպես բան, որ ասենք չվախենանք նման դրսևորմանը ու Հիսուսի իշխանությունը օգտագործենք, որտեղ միակ բանն է, որ զենք Ասենք եթե չզանազաներ, դի մտածեի երեխա է, հիմա ոչինչ, հիմա ոչ մի բան չաներ, չէ՞, փաստացի թշնամին գործեր ոնց ուզում է, տենց էլ ծպտված մնար։ Ինքը օգնում է մեզ բացահայտելու թշնամուն, որ ինքը ծպտված չլինի, թաքնված չմնա գործունեության մեջ, համայնքի մեջ։ Մանավանդ այն ժամանակ հիմա գոնե գիտեք ոնց է, հիմա մի քիչ այլ է։ Մենք վերջո 2000 տարի անց ունենք քրիստոնեական մշակույթ, հա, քրիստոնեական աշխարհայացք, բայց որ պատկերացնենք այն ժամանակ ինչպիսին էր աշխարհը, ինչ պիղծ էր աշխարհը, ինչ դիվական էր, մարդիկ կարող էին գային եկեղեցի, որ իբր հավատացյալ են, բայց կարող են դիվական լինեին ամբողջական։
ու պետք էր այն ժամանակ եկեղեցում համատեն ժամանակը պաշտպանության համար կարևոր էր, հա, հստակ իմանալ ինչ հոգի է եկել, այդպես ով է եկել, ինչ հոգով է եկել։ Շատ հաճախակի իրանք չեն հանդուրժում մեր ներկայացումը։ Միանգամից սկսում են դրսևորվել ու շատ ոչ adekvat են բան, ուզում են որ դու դուրս գաս այդ տարածքից, որովհետև դիսկոմֆորտ են անում։ Ավելի շատ մտածում եմ թշնամին ուզում է քեզ հեռացնի տեղից, որովհետև դու վտանգավոր ես, ու այդպես դրսևորումներով ուզում է քեզ հեռացնի։ Հասկանալ, որ մենք իրոք հոգևոր պայքարի մեջ ենք ու ուր գնում ենք, ի վերջո գնում ենք հոգևոր դաշտ, հոգևոր իրականություն։ Դու ուղղակի խանութ չմտար, դու ուղղակի տուն չմտար, դու ուղղակի մարդու չհանդիպեցիր, ուղղակի մարշրուտկայում չես, դու ինչ որ մի հոգևոր միջավայրում ես իրականում։ Ու դու էլ ես հոգեղեն էակ, հա, ու թշնամին քեզ ճանաչում է, թշնամին քեզ գիտի։ Ու ինքը փորձելու է վնասազերծի քեզ, հա, վերացնի տենց քեզ տարբեր ձևերով։ Իր հիմնական միակ ձևը քեզ Աստծո ներկայությունից կտրելն է։ Տենց լավ։ Գնանք առաջ։ Մենք մարգարեության պարգևի մասին խոսենք առանձին, դրա համար չեմ ուզում։ Հոգիների զանազանություն, ուրիշին տարբեր լեզուներ եւ ուսին լեզուների մեկնաբանություն։ Այս լեզուները դա Սուրբ Հոգու մկրտության ժամանակ դրսևորող լեզուները չեն։ Բոլորս ովքեր մկրտված ենք հոգով, լեցված ենք հոգով, մենք խոսում ենք լեզուներ, բայց դա մեր աղոթքի լեզուն է, ինչը Պողոսը 14-րդ գլխում անդրադառնում, նա ով խոսում է Աստծուն, 2-ն է 14-ի, որտեղ լեզվով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ խոսել աղոթքը, չէ՞։ Ոչ ոք չի հասկանում նրան, բայց նա հոգով խորհուրդները հայտնում, ոչ ոք չի հասկանում։ Այսի աղոթքի լեզուն է բոլորի համար։ Պարգև լեզուն դրսևորվում է, ինչպես Պողոսն ասում, պարգևը բոլորի շինության համար է, չէ՞։ Լեզուն իմ աղոթքի, իմ անձնական շինության համար է։ Բայց այս լեզուն պարգև է, ճիշտ կարծես մարգարեությունը, որ գալիս է ոնց որ Աստծուց խոսք է մեզ բոլորիս, կամ ինչ-որ անհատի, այսպես էլ այս լեզուները իրենք նման են մարգարեությանը, դա խոսքը Աստծուց կամ համայնքին կամ անհատին, որը նաև պետքա թարգմանվի, դրա համար հաջորդ պարգևը թարգմանության պարգևն է։ Եթե մարգարեության դեպքում մարդը ինքն է մարգարե անում, լսելի, հասկանալի լեզվով, լեզուների դեպքում, քանի որ դա լեզուներ է ու լսարանի համար, մարդկանց համար անհասկանալի, կարիք կա, որպեսզի թարգմանվի կամ մեկնաբանվի ավելի ճիշտ, մեկնվի տենց ասած, որտեվ ոչ թե զուտ բառերի թարգմանությունն է, այլ խորհրդի թարգմանությունն է, հոգին ինչ է ասում, հա, ինչ է փոխանցում։ Այո, միակ զանազանությունը թերևս զգացողությունն է, որ ու պարագան է, ինչպես ասացի։ Օրինակ, երբ որ մենք այն միջավայրում ենք, որ ուզում ենք աղոթենք, լսենք Տիրոջից, եւ այդ ժամանակ լեզուներ է գալիս, ավելի հավանական է, չէ՞, որ այդ լեզուն կլինի Տիրոջից մեզ ուղված խոսք, քան թե այն ժամանակ, երբ որ ուսուցում է գնում, քարոզ է գնում ու մեկը լեզուներ ունի։ Հաստատ այդ ժամանակ Տերը, եթե Տերը խոսում է, ասենք, կամ հարգում է իր խոսքը, խոսք է տվել հովին փոխանցելու, այդ պահին ինքը չի խանգարում, ինքը իր գործը, ինքը իր ծառայությունը, հա, ինքը իրան չի հակասում, տենց ասած։ Ավելի քիչ հավանական է, որ այդ ժամանակ է, այդ լեզուն բան, Տիրոջից լեզուն, բայց այն ժամանակ, որտեղ հոգին ինքն է կառավարում, տենց ասած, ծառայությունը, էլի վերջո։ Բայց այն ժամանակ, երբ որ մենք աղոթքի մեջ ենք, ուզում ենք մարգարեական խոսք ունենք, լսենք Տիրոջից, հավանաբար է, որ այդ ժամանակ լեզուները ավելի կդրսևորվեն, ու իրականում իրանք տենց էլ լինում են։ Իրանք ես չեմ տեսել լեզուները գործեն, ու տրամաբանական էլ չի գործեն անհատի համար։ Ավելի շատ իրանք գործում են տենց երկրպագության, աղոթքի, տենց միասնական, կորպորատիվ, տենց ասած, միասնական միջավայրի մեջ։ Ավելի արդյունավետ են այդ ժամանակ, որտեղ մենք բոլորս բաց ենք դեպի Տերը, հա, տենց Տիրոջ ներկայության, այդ զգացումի, այդ վայելքի մեջ ենք, ու այդ ժամանակ էլ բաց ենք, որ Տերը խոսի մեզ։ Անհատի ժամանակ ավելի շատ մարգարեությունն է գործում, որտեղ մեկը հոգին է, չէ՞ տալիս։ Դե ասում եմ, եթե մեկը լեզու է խոսում, աղոթի, որ մարգարեան է կամ թարգմանի է, որտեղ ավելի լավ է մարգարեանաս, քան լեզու խոսես, մի հատ էլ գտնենք, թե ով կմեկնաբանի կամ կթարգմանի։
Ոնց որ տրամաբանությունը Պողոսի էս ավելի շատ լեզուները թողում է ընդհանուր պաշտամունքի ժամանակ, որտեղ շատերն են ներգրավում։ Ես լեզուները բերեցի, այն մյուսը թարգմանությունը բերեց, ոնց որ մի քանի հոգի ներգրավեցին այդ պաշտամունքի ծառայության մեջ։ Բայց անհատական ծառայության մեջ ավելի ազդեցիկ է մարգարեական խոսքը, որ մի հատ լեզու խոսես, որ գտնենք ով կթարգմանի, կամ ես եմ թարգմանում, կամ չեմ թարգմանում, հա, ավելի չգործող է, այդպես ասած, լեզուները անհատականի ժամանակ, բայց անհատականի մարգարեությունը ավելի արդյունավետ է։ Լավ, հիմա միակ տարբերությունը էս է, որ կարծում եմ լեզու պարգևի ժամանակ, որը համայնքին տրված հայտնություն, հա, ներքին զգացումն էլ պետք է լինի, ոնց որ մարգարեության ժամանակ է, որտեղ մարգարեության ժամանակ էլ դու խոսք ունես, միտք ունես, խոսք ունես, որը մղվում ես ասելու, չէ, դու հասկանում ես, որ քո համար չի դա, քեզ չի խոսում Տերը։ Եթե Տերը քեզ է խոսում, դա հայտնություն է։ Մարգարեությունը միշտ ուրիշին է խոսում, քեզնից դուրս է խոսում, քո ներս չի խոսում։ Պատկերացնում եք։ Ու լավ է որ փորձառություն ունենանք։ Մի բան ասեմ, կարծում եմ այստեղ կարելի է հենց հաջորդ չորեքշաբթի ավելի տենց գործնական փորձառության պահ ունենալ, պարգևների նաև, մարգարեության, բժշկությունների, հավաքվենք, աղոթենք իրար հետ, խնդրենք Տերը գործի մեր մեջ, պարգևների գործնական դրսևորումը, որտեղ տնային աշխատանք չգնացեք տունը, պարգևով գործեք, պետք է մեր մեջ գործի ինքը, միասին գործի։ Տունը կարող եք գտնեք, թե Տերը ձեզ ինչ է ասում, ձեր կոչումը որն է, բայց դրսևորումը այստեղ միասին կարեք։ Համաձայն եք։ Հա։ Այսինքն այդ աղոթքի լեզուները կարիք չկա, խնդրենք, որ թարգմանության պարգև տա։ Այո, քո աղոթքի լեզուն Տիրոջ համար է, ու դրա, եթե դրա թարգմանության կարիքը ուներ, Աստված ինքը քեզ կթարգմաներ, եթե դրա կարիքը կա։ Բայց ինքը հակառակը։ Չէ, նկատի ունի այն աղոթքի լեզուն։ Աղոթքի լեզուն թարգմանի որևէ միջավայրում պետք չի թարգմանել։ Թարգմանվում է պարգև լեզուն, որը Աստված է խոսում մեզ, այդ դա թարգմանենք հասկանանք։ Բայց թե հոգին իմ միջոցով ինչ է ասում Աստծուն, դա Աստծու իմանալու բանն է, մեր իմանալու բանը չի։ Okay? Համար լեզուները պետք է, երբ որ մի հատ կնես 50-ականների ժամանակ, 50-ական եկեղեցում, 90-ականների սկզբում, այդտենց սխալ ընկալում կար, որ մարդիկ կային, ով ինչ աղոթում էր, թարգմանում էին։ Չեն, մտքին գալիս էր ասում էր, չի կարա այդտենց բան լինի, որտեղ հակասում է Սուրբ գրքին, հա։ Թարգմանվում է միայն այն լեզուն, որը Աստծուց խոսքա մեզ, ոչ թե որ բոլորը աղոթում են։ Բոլորն էլ աղոթում են լեզուներով, ովքեր մկրտված են, բայց դա չթարգմանվող լեզու է։ Դրա համար պետք չի աղոթել։ Աղոթել այն պարագային, երբ որ այդ լեզուն դրսևորվեց, ու ես վստահ եմ, որ լեզու էր, պարգև էր մարմնին, հայտնություն էր մարմնին, աղոթենք, որ Տեր ինչ էր սա։ Ես շատ եմ տեսել ինչպես է գործում լեզուները ու մեծ օրհնություն ա լինում։ Բայց անձամբ քեզ է հայտնում, թե դու կարող ես լեզուներով խոսած կողքինդ մեկնի դա։ Կողքինն է, այո։ Քեզ կարող դու էլ մեկնես, կարող ինչ-որ մեկին։ Կարող է երկուստ էլ ունենաք։ Ու շարունակվի իրար, դու մի մասը ունենաս, ասացին, ինքը ավելացնի մյուս մասը։ Ինքը հենց էֆեկտը է դա, որ մարմինը գործում է, մարմինն է գործում, հա, ոչ թե անհատ է գործում, այլ մարմնի Սուրբ Հոգու դրսևորման, Աստծո իր մարմնի մեջ արտահայտվելու դրսևորումն է։ Լեզուների միակ իմաստը է դա, թե չէ Աստված կնախընտրի մենակ մարգարեությամբ խոսել։ Բայց ինքը լեզուներով խոսում է, որպեսզի մի քիչ առեղծվածային է, ինչ որ մեկին տալիս է դրա մեկնությունը, ում որ տալիս է ինքն էլ է, չէ՞, գերբնականության մաս ազգում իրան, որ Աստված իրան գերբնական օգտագործում է մեկնելու։ Հիսուսի աշակերտների։ Չէ, եկեղեցին որ արդեն հիմնում էին, կա թե ինչ-որ օրինակ, որ առաքյալները ունեցել են թույլաց։ Չէ, լեզուների միակ հիշատակությունը այստեղ ենք տեսնում ու Մարկոս Ավետարանում։ Կորնելիոսում եղավ այն, ինչ որ եղավ նաև Պենտեկոստեին։ Այսինքն դա հասկանալի լեզվով խոսք էր։ Բայց այս լեզուները անհասկանալի է պետք է մեկնվի։ Որ երբ որ Կորնելիոսի տանը խոսում էին լեզուներով, իրանք հասկանում էին, դա այս լեզուները չէր։ Դա ոչ շատ մարգարեական դրսևորում էր։
այս լեզուն ինքը անհասկանալի է, պետք է թարգմանվի։ Ու դա բնական թարգմանություն չի, որտեղ որոշները մեկնաբանում են, որ այդ մեկը գիտի այդ լեզուն, այն մյուսը թարգմանում է, այդ գիտի այդ լեզուն, դրա համար թարգմանում է։ Չեսի այդ կարող է հրեշտակների լեզու լինի, Պողոս ասում է կարող են հրեշտակների, մարդկանց հրեշտակների, մեռած լեզու, անցյալի լեզու, կարող է ապագայի լեզու լինի, նույնիսկ որ հələ չկա այդ լեզուն, բայց Աստված գիտի արդեն, եւ Աստված ամեն ինչ գիտի։ Որ ասել են, օրինակ, ես ինչ մեկը աղոթում է, իր ոգևոր Սուրբ Հոգու լեզուն, օրինակ, չգիտեմ, իսպաներենն է կամ չգիտեմ, իտալերենն է։ Այսինքն այդպես բան հնարավոր չի, ոչ մեկ չի կարող հասկանալ դա աղոթքը։ Չէ, լեզուն կարող ենք հասկանանք, եթե իրոք, չգիտեմ, դրանք բոլորը ռեալ լեզուներ են, այսինքն հորինված բառեր չեն, իրենք լեզուներ են։ Ու այդ իմաստով կարելի է որոշել, իմանալ, հա, որ ամեն լեզու ունի իր հնչելաձևը, հա, ասենք ռուսերենը իրանը, իսպաներենը եւ այլն, բայց նույնիսկ լեզուն իմացողը չի կարող ռեալ հասկանալ, որովհետեւ խորհուրդներ է դա, խորհուրդը մենակ Աստված գիտի, ու մենակ Աստվածա մեկնում իրականում ինչ ասում։ Դա ոչ թե այդ լեզվի իմացության մեկնության խնդիրն է, այլ Աստծո սրտի մտքի խորհրդի իմացությունն է։ Իսկ հնարավոր է, որ օրինակ sense դեպք է եղել, աղոթքի ժամանակ, լեզուների աղոթքի ժամանակ, բարձում է, ես անգլերեն չգիտեմ, անգլերեն բառեր եմ ասել, ու մարդ է եղել, որ անգլերեն իմացություն է ունեցել, ու ասում էր դու անընդհատ ասում էր, թող պատերազմ չլինի, բայց ես տեղյակ չէի։ Այդ դրսևորումը ինչ ձևի կարող ենք մեկնել, դա ինչի դրսևորում է։ Դրսևորումը որտեղ այդ մարդը տեղ է, Աստված գիտի չէ որ տեղ է։ Ու ինքն էլ գիտի այդ լեզուն եւ իր համար կարա վկայություն լինի, հա, իր համար վկայություն ինքը այդ դրսևորումը անի։ Այդ պահին արդեն այդ ոնց որ մեկնություն է տրվում, էլի, մեկնված լեզու է, հասկանալի լեզու է։ Ոնց որ Պենտեկոստեին իրանք Պենտեկոստեին էլ բաներ ասեցին, որ մյուսները հասկացան, չէ՞, այդ նույն դրսևորումն է։ Բայց այս պարգևը ինքը մի քիչ այլ է, որտեղ այդ դրսևորման մեջ թե Պենտեկոստեին թե մենք աղոթքն է, հա, մեզ ոնց որ հասկացնում է Աստված ինչ ենք աղոթում։ Բայց այս ժամանակ ինքը Աստված խոսում է մեզ, արդեն դա աղոթքը չի, Աստծո մարգարեական խոսքն է մեզ։ Ես մի հատ քույր կա, հիմա էլ կա հոգեգաստական եկեղեցում, ինքը պատմում էր, ինքը ապաշխարում է, մայրը ոնց որ ման անում էլ, շատ է հակառակվում իրան եւ այլն, չի թողում գնա եկեղեցի, բան անդեն ժամանակ հիմա էլ տենց ընդունված չէր։ Վերջը մի օր մայրը հիվանդանում է ու վերջը դժվար է լինում, չգիտեմ, դեղերը չեն օգնում, ինքը մորը ասում է, կուզեմ աղոթեմ քո համար, ու սկսում է աղոթել լեզուներով, մայրը սկսում է լացել։ Պարզվում է, մայրը հունարեն գիտի, ինքն էլ աղոթքի մեջ, հա, սկսում է հունարեն աղոթել ու չէ իման, ինքը չգիտի հունարեն, մայրը գիտի։ Ու այդ պատճառալու մայրը դարձի է գալիս, որտեղ ոնց է Աստծո սիրո մասին է խոսում։ Հա, դրանց վկայություններ շատ կան։ Հա, չէ։ Կարան ասինքն ճիշտ եմ հասկանում հանձնական աղոթքի ժամանակ լեզուներով աղոթելու ժամանակ կարիք չկա, պետք չի, թե չի կարելի դրա մեկնությունը խնդրել։ Երկուսը իրար հետ, կարիք չկա եւ պետք չի, ու չի կարելի։ Քեզ ինչ պետք է հասկանալու, Աստված կտա, գիտության խոսքով կտա, իմաստություն, պետք չի այդ լեզուները փորձել թարգմանել։ Իրան մենք չենք իր հասցեատերը, մեզ համար չի ինքը, Աստծո համար է։ Այո, այո։ Աստված հուշումներ է տալիս մեզ ինչի համար ենք աղոթում, հա, մենք զգացողություններ է տալիս, մենք կռվի մեջ ենք, խնդրվածքի մեջ ենք, հռչակման մեջ ենք, հա, ինքը չի ուզում անգետ մնանք։ Բայց Պողոս ասում է, երբ որ ես լեզուներով աղոթում եմ, իմ հոգին աղոթում, իմ միտքս անպտուղ է, միտքս չի հասկանում ինչի մասն է, որտեղ օքեյ է։ Զգացողությունները հուշումներ են, բայց դրանք հայտնություն չեն։ Շատ լավ։ Մենք միշտ չորեքշաբթի կշարունակենք, որտեղ հետաքրքիր տեղեր կա, նաև պրակտիկ շատ կաղոթենք իրար հետ։ Հավատում եմ Տերը մեզ լիքը հետաքրքիր փորձառություններ կտա։ Հա։ Պետրոսը, որ Անանիայի Սաֆիրայի արածը իմացավ, գիտության խոսքեր։ Մարգարեություն չէ։ Մարգարեությունը ուղղված է ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար։ Գիտության խոսքը իմ համար է իմանալու իրականությունը։ Կարող է մեր համար, բայց իրական իմանալ մենք իմանում ենք։ Ջան։
Իմաստություն չէր այդտեղ, որտեղ ինքը ոչինչ չի ասում։ Կարող է ես գիտություն ունենամ, դու իմաստություն ունենաս, ոնց օգտագործել։ Դա համար նույնիսկ մարմնի մեջ աստված տարբեր է գործում, ոչ մեկ չունի բոլոր պարգևները։ Այդ է խնդիրը։ Աստված բաշխել է իրանց։ Ոչ մեկս չենք տնօրինում ամեն ինչ։ Ջան։ Այդ ցավոք որտեղ տենց չի իրականում, ու եթե մեկը տենց մտածում է, ինքը արդեն շնչավոր է գործում, մարդկորեն է գործում, ոչ թե հոգով։ Շատ լավ։ Եկեք այսքանով ավարտենք այսօր, հուսով եմ հետաքրքիր էր ձեզ, մնացած մասն էլ հետաքրքիր կլինի, գործնական կանենք միշտ չորեքշաբթի արդեն կաղոթենք, ովքեր մկրտված չեն լեզուներով կմկրտենք։ Երևի։ Բայց ես ակնկալում եմ, որ միշտ չորեքշաբթի արդեն կաղոթենք մարգարեական խոսքի, լեզուների, թարգմանությունների փորձառություն կունենենք։ Դեռ ինքն է ուզում մենք տենց անենք, եթե իր եկեղեցին, ինքն է ուզում իր եկեղեցին զորավոր եկեղեցի լինի, որտեղ ինքը կարող դրսևորի իրան։ Ամեն։